Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի Հայոց թեմից ժամանած ուխտավորների խմբին գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Մեկ օր առաջ Մայր տաճարում ուխտավորաբար մասնակցել են Վարագասուրբ խաչի տոնական պատարագին, այսօր որդիական խոնարհությամբ եկել են նորին սրբության օրհնությունը ստանալու։ Ամենաայցելությանս ավելի ու ավելի բարելավված եմ տեսնում Հայաստանը, այս անգամ 5 թոռնիկներիս հետ եմ եկել։ Իդեպ նրանցից մեկն իր ծառայությունն է բերում մեր եկեղեցում և հայերեն խոսել է սովորում։ Ուզում եմ, որ նրանք ավելի մոտիկից զգան, ճանաչեն Հայաստանն ու հայկական շունչը։ Հայրս Ժոզե Տիշչեքենյանը բարերար էր, ներսես շնորհալի իշխանշանակիր։ Նա շատ մոտ էր հայ եկեղեցուն, այնքան մոտ, որ Վազգեն Վեհափառն իր Բրազիլիա կատարած 3 այցելությունների ժամանակ հյուրընկալվել է մեր տանը։ Իսկ այսօր ես 5 թոռներիս հետ այցելեցի Հայոց Հայրապետին և ստացա նրա օրհնությունն ու պատգամը։ Այսօր մենք այցելեցինք Վեհափար հոր, մեզ ընդունեց և իր պատգամը տվավ մեզի։ Շատ շնորհակալ ենք, որ ունեցանք այս առիթը հանդիպելու և մոդեն ծանոթանալու։ Թեև ես 2 անգամ, որ Վեհափարը այցելած է Բրազիլ, ես ներկա եղած եմ և ես նաև մաս կկազմեմ հայ հիմնադրամի։ Ուրեմն միշտ ծառայող եղած եմ հայ ազգին և հայ եկեղեցու։ Կարծես թե եւս մեկ անգամ վերհիշեցրեց կարևորությունը, որ յուրաքանչյուր հայ ուր էլ գտնվի, ուր էլ ապրի, պարտականություն ունի թե մեր ազգի, թե մեր եկեղեցի առաջ, այսպես շատ ոգեշնչված եմ։ Ուխտագնացությունը մեկ նպատակ ունի՝ զորացնել Սփյուռքում ապրող հայ մարդու կապը հայրենիքի և եկեղեցու, մեր մշակույթի հոգևոր ժառանգության հետ։ Հայրենիքի նկատմամբ սիրով և ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել ու հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, ասաց Հայոց Հայրապետը։ Վերապրելով հայոց ցեղասպանությունը, աշխարհով մեկ նորից կերտել են ազգային հոգևոր կյանք և նպաստել հայրենաշինության գործին։ Ամենայն հայոց կաթողիկոսը բարձր գնահատեց համայնքային կյանքում թեմակալ առաջնորդի և թեմի հոգևոր սպասավորների իրականացրած աշխատանքը, իսկ ուխտավորներին պատգամեց անսասան մնալ հավատքի մեջ, ամեն ջանք գործադրել զորացնելու համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և եկեղեցուն։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։